Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի 5-րդ խոսափողն է, ես Տիգրան Հարությունյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք մի կարևոր թեմայի շուրջ, որը մի կողմից մեր բոլորիս ազգային հպարտությունն է, մարդկանց ուրախությունը, մեր պաշտպանվածության զգացումը, մյուս կողմից ես կարծում եմ կարող է լուրջ մարտահրավեր լինել պետության համար։ Խոսքը երկքաղաքացիության մասին է։ Ես կանդրադառնամ հետագայում, թե ինչու որոշեցի այս թեմայի մասին խոսել, բայց եկեք ուրեմն փորձենք այս երևույթը երկքաղաքացիությունը քննարկել եւ դրական եւ բացասական կողմերից, անավանդ մեզ հայերիս համար։ Հայերը այն յուրահատուկ ազգերից մեկն են աշխարհում, մի քանի այդպիսի ազգեր կան, որտեղ մայր երկրում, մայր պետության մեջ, ավելի ճիշտ ասենք, ապրում են ավելի քիչ թվով հայեր, քան Սփյուռքում կամ աշխարհի տարբեր երկրներում։ Այդ իմաստով հայերի համար երկքաղաքացիությունը հատուկ նշանակություն ունեցող երևույթ է եւ բավականին երկար եւ դժվար ճանապարհով Հայաստանը եկավ երկքաղաքացիության։ Դա եղավ եւ ներսի ճնշումով եւ դրսի ճնշումով եւ ես նկատում եմ մեր հայրենակիցների ցանկությունը հաշվի առնելով։ Ինչով է երկքաղաքացիությունը լավ։ Առաջին հերթին դա ինքնության եւ պատմական արդարության ճանաչումն է։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի փոքր մասը եւ Սփյուռքի մեծ մասը առաջացել է ոչ այդ մարդկանց կամքով կամ հիմնականում ոչ այդ մարդկանց կամքով։ Դրա հիմնական պատճառներից մեկը եղել է մեծ Եղեռնը կամ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի հետևանքով մեր բազմահազար հայրենակիցներ ընտրեցին գաղթի ճանապարհը, մի կերպ մազապուրց եղած ընկան տարբեր երկրներ, այնտեղից արտագաղթեցին այն երկրները, որտեղ հիմա ապրում են։ Եվ այս իմաստով Հայաստանի համար սա կարծես պարտք կլինի իր զավակներին բերել եւ շնորհել այն, ինչ նրանք պիտի ունենային ավելի մեծ հայրենիքի տարածքում։ Երկրորդը, որ պակաս կարևոր չէ, դա տնտեսական եւ ինտելեկտուալ ներհոսք է։ Շատ հայերի համար դա հնարավորություն է պետությանը դրսում ունենալ տնտեսական հզոր թիկունք եւ այս իմաստով ինչպես նաեւ ուրեմն ինտելեկտուալ ներուժի ինչ որ մի հատված, որ անգամ Հայաստանից ինտելեկտուալ ներուժի արտահոսքի պայագայում կարողանա ինչ որ ձևով փոխհատուցել այդ պակասը։ Պակաս կարևոր չէ ռազմավարական թիկունք լինելը։ Իհարկե, եթե Սփյուռքը ավելի կազմակերպված լինել, դա ավելի շատ կզգացվեր, բայց Սփյուռքը կարող է լինել լոբինգի հզոր աղբյուր տարբեր երկրներում ի օգուտ Հայաստանի։ Եվ դա հասկանալի կլինի, մենք բոլորս դրան սպասում ենք, եւ Սփյուռքն էլ փառքաստու հենց այդպես էլ իրան հիմնականում տեսնում է որպես մի գործիք, որը մի ձայն, որ Հայաստանի համար կարող է բարձրացնել տարբեր երկրներում։ Եվ վերջապես, որպես դեմոգրաֆիական բուֆեր, որովհետև գաղտնիք չէ, որ Հայաստանում դեպոպուլյացիոն պրոցեսներ են, Հայաստանի բնակչությունը ունակ չէ միայնակ լուծել այդ խնդիրները, որոնք որ ընկել են մեր ուսերին,
եւ այստեղ լավագույն լուծումը դա սփյուռքն է, սփյուռքի ներոսքի ապահովումը կամ եթե նույնիսկ ոչ մշտական ներոսքի, ապա ժամանակավոր ներոսքի, օգնության, ես չգիտեմ, ցանցային ուրեմն պետության, ցանցային այսպես օժանդակության, իրար հետ կապի եւ այլն։ Այստեղ բազմաթիվ մեծ հնարավորություններ կան եւ դուք շատ լավ գիտեք, որ մենք միասին երկար տարիներ արդեն 6-րդ տարին է մենք փորձում ենք կայացնել հայ ինքնության քարտ կազմակերպությունը, որի հիմնական խնդիրն էլ հենց դա է, այնպես անել, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերը կարողանան իրենց ձայնով, իրենց մասնակցությամբ օգտակար լինել Հայաստան պետությանը եւ միմյանց բնականաբար։ Բայց այդ մետաղադրամը երկքաղաքացիությունը ունի նաեւ բացասական կողմեր եւ ռիսկեր։ Այդ ռիսկերը բավականին սուր են եւ իրականում այդ ռիսկերը բացահայտվեցին այս վերջին ընտրությունների ժամանակ։ Ուրեմն առաջին ռիսկը ես տեսնում եմ նրա մեջ, որ ինչ որտեղ երկքաղաքացի պատասխանատվությունը խզված է։ Նա ավելի շատ պատասխանատվություն է զգում այն պետության հանդեպ, որտեղ նա ապրում է, քան Հայաստանի հանդեպ, որի երկքաղաքացին է նա։ Եվ արդյոք արդար է, որ մարդը, որ Հայաստանում չի ապրում, հարկեր Հայաստանում չի մուծում, գալիս է Հայաստան զուտ որպես այսպես հանգստյան գոտի, հնարավորություն ունենա Հայաստանում ընտրություն կատարել եւ մյուս օրը մեկնել Հայաստանում բնակվողների ուսերին թողնելով իր ընտրության ճիշտ կամ սխալ ընտրության բեռը։ Այստեղ մտածելու խնդիր կա։ Եվ վերջապես այն, ինչ որ ես ուզում եի ասել, ինչու է սա հարցը որոշեցի երկրորդ անգամ բարձրացնել, մենք մի անգամ սրա մասին խոսել ենք տարիներ առաջ։ Մենք տեսանք, որ այս ընտրությունների ժամանակ փորձ արվեց քաղաքական միջամտության կամ քաղաքական туриզմից։ Եթե դուք հետևում եք լրահոսերին, ապա գիտեք, որ ռուսական հատուկ ծառայությունների կողմից շատ մեր հայրենակիցներ Ռուսաստանում բնակվող ուղղորդվեցին դեպի Հայաստան, որպեսզի նրանք մեկ-երկու օրով գան Հայաստան, ընտրեն ռուսամետ ուժի եւ նորից վերադառնան Ռուսաստան։ Դրա մասին լրագրական ռեպորտաժներ եղել են եւ ես իհարկե չեմ կիսում այն կարծիքը, իշխանությունների այն կարծիքը, որ դա եղել են 100,000-ավոր մարդիկ, ես կարծում եմ դրանք շատ ավելի քիչ են եղել, բայց խնդիրը հիմա շատ ու եւ քիչ չի։ Խնդիրն այն է, արդյոք այդպիսի հնարավորություն պետք է լինի եւ այս քաղաքական туриզմի վտանգը ես կարծում եմ, որ էական վտանգ է մանավանդ Ռուսաստանի կողքը ապրելու ժամանակ, ինչու Ռուսաստանի, ինչու եմ առանձնացնում, որտեղ գաղտնիք չէ, որ Հայաստանը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի ուղղակի կախվածության մեջ, պարզապես գաղութացված երկիր, գրավված երկիր, ես նկատի ունեմ անցյալ դարի 20-ական թվականներին տեղի ունեցած ռուսների եւ թուրքերի կողմից Հայաստանի մասնատումը, որից հետո խորհրդային միությունում Հայաստանը որպես պետություն բուտաֆորիկ պետություն էր, նա չուներ արտաքին քաղաքականություն, չուներ ուրեմն ինչ-որ հարցեր ինքնուրույն որոշելու հնարավորություն, բայց իհարկե այդ շրջանում Հայաստանը կարողացավ շունչ քաշել, ոտքի կանգնել եւ մենք այդ շրջանում ունեցանք բավականին մեծ ծաղկում եւ մշակույթի եւ
սպորտի, արվեստի եւ այլն։ Հիմա Հայաստանը խորհրդային միության կազմում էր, խորհրդային միությունը փլուզվեց եւ Հայաստանը դարձավ անկախ պետություն։ Բայց մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը Ռուսաստանին այս ողջ շրջանում դիտում էր որպես մետրոպոլիա եւ հիմնական իր խնդիրները համաձայնեցնում էր Ռուսաստանի հետ։ Քվեարկում էր մակում Ռուսաստանի հետ համաձայնեցված, անում էր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանին չնեղացնի, նույնիսկ հասավ այնտեղ, որ իր տնտեսական գլխավոր օբյեկտները, որոնք որոշում են պետության, այսպես ողունաշարը, դրանց մեծ մասը գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Այս իրավիճակում բնականաբար Ռուսաստանը պիտի թույլ չտա, որպեսզի Հայաստանը փորձի ինքնուրույն քայլեր անել, եւ այս քաղաքական туриզմը, որի որոշ դեպքեր մենք նկատեցինք այս ընտրությունների ժամանակ, դրա վառ վկայությունն է։ Հիմա մենք կանգնած ենք բարդ ընտրության առաջ։ Մենք չենք կարող եւ չպետք է կտրենք Սփյուռքի հետ կապը։ Ցավոք սրտի ես տեսնում եմ, որ այս իրական Հայաստանի թեզի իրականացման պարագայում Հայաստանի իշխանությունները հիմա փորձում են հնարավորին չափ սառեցնել Սփյուռքի հետ կապը, որովհետև բնականաբար Սփյուռքը չի կիսի նրանց հետ իրական Հայաստանի կոնցեպցիան, իսկ այդ կոնցեպցիան վերջերջը գարս է նրան, որ մեր հայրենիքը սահմանափակվում է այս խորհրդային միությունից անջատված տարածքով։ Եվ այս իմաստով մենք այդ սառեցումը տեսնում ենք, բայց երկխաղաղակցության ինստիտուտը դեռ աշխատում է։ Եվ այստեղ ես կարծում եմ, որ իշխանություններն արդեն մտածում են, թե ինչպես անել, որ այդ երկխաղաղակցության այդ վտանգավոր կողմը գոնե սահմանափակեն։ Ես հույս ունեմ, որ նրանք ընդհանրապես այդ ինստիտուտը չեն վերացնի, բայց որոշ սահմանափակումներ, ասենք օրինակ 1-2 տարի բնակություն Հայաստանում, դրանից հետո նոր ինտրական իրավունքի ստեղծում գուցեև իմաստ ունի, կամ ինչ-որ պաշտոններ կամ խորհրդարան մտնելու որոշակի ցենզեր են պետք երկխաղաղակցիների համար։ Ես այսօր ուզում եմ ձեզ հետ քննարկել հենց այդ հարցը, ինչպես եք դուք վերաբերվում երկխաղաղակցության ինստիտուտին, տեսնում եք արդյոք վտանգներ նրա մեջ, որ երկխաղաղակցիները կարող են սպառնալ պետության կողմնորոշմանը, պետության քաղաքականությանը եւ պետության գոյությանը, թե ոչ։ Ես կուզենայի մենք այսօր ձեզ հետ միասին ազատ խոսենք այդ մասին, խոսենք եւ դրական բաների մասին եւ բացասական բաների մասին, քանի որ ես հրաշալի գիտեմ, որ շատ մարդիկ, ովքեր ապրում են արտերկրում, նեղված են նրանից, որ լինելով Հայաստանի քաղաքացի, եթե իրենք չեն գտնվում Հայաստանում, չեն կարող մասնակցել քվեարկություններին։ Եկեք բազմակողմանի քննարկենք այս հարցը։ Տեսեք, դուք էկրանին տեսնում եք մեր հեռախոսահամարները եւ Հայաստանից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Դուք կարող եք զանգահարել մեզ, ձեր կարծիքը արտահայտել, պարզապես հիշեցնում եմ մեր կանոնները։ Խնդրում եմ եթերում չհայոյել, վիրավորանքներ չհնչեցնել, սուր արտահայտություններից խուսափել, այլ փորձել պարզապես միտքը ներկայացնել եթերային լեզվով, եւ եթե միտքը ներկայացնում եք եթերային լեզվով, ես շատ ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները,
քննարկել դրանք ձեզ հետ, իրար հետ քննարկենք այլ պետությունների փորձը այս պարագայում ինչպես է դա լինում։ Ես հիմա դուրս կգամ կարճատև գովազդային ընդմիջման, որից հետո կսկսեմ ընդունել ձեր հեռախոսազանգերը։ Խնդրեմ սիրելի հայրենակիցներ, զանգահարեք Երևանից, զանգահարեք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, զանգահարեք Եվրոպայից, մենք կփորձենք այս տաղավարում որևէ այսպես կառուցողական քննարկում ծավալել այդ հարցի շուրջը։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ քննարկել ձեզ հետ երկարացության հարցը, սպասում եմ ձեր հեռախոսազանգերին եւ եկեք կառուցողական քննարկում սկսենք։ Առաջին հեռախոսազանգն եմ ընդունում, բարև ձեզ, դուք եթերում եք, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, սիրելի Տիգրան, ուրեմն այսպես է իմ հարցը եւ ինչ որ ձևով ես ձեր հարցի պատասխանը։ Ուրեմն ասեմ, որ սփյուռքահայությունը շատ ակերում իր հայրենիքը, հայ ժողովրդին եւ Հայաստանը։ Հիմա երբ որ Արցախահայությունը արտահանեցին Հայաստանից եւ ռուսների եւ Ադրբեջանի կապակցությամբ եւ Փաշինյանին ստան ասել թուրք ժողովուրդը ստավ մի տեսակ կասկածանքի տակ ընկնել։ Եվ պլաս, երբ որ մի րոպե Տիգրան։ Այո, լսում եմ ես։ Ուրեմն երբ որ ասում եմ, որ ամբողջ աշխարհի հայությունը շատ ակերում իր հայրենիքը, հայ ժողովուրդը եւ մեր պետությունը, երբ որ Արցախահայությունը դուրս եկավ Արցախից, Ռուսաստան եւ ասենք Թուրքիա, Ադրբեջան չերկարացեմ եւ Փաշինյանն սկսեցին թուրք համարել եւ դաշնակցությունը ռուսամետ դարձավ, արդեն պարզա, ինչ որ որոշ սառնություն եղավ, բայց ինչեւ հիմա որ իշխանությունը մնաց Փաշինյանն ընտրվեց, ինչեւ նոր տարի եւ վստահ եմ ասում ձեզ, եթե փոփոխությունը զգացվեց, որ Իրաք Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, թեկուզ նոր տարից մի 2-3 ամիս հետո կտեսնեք սփյուռքահայության ուժը, օգնությունը, նվիրատվությունները եւ ամեն ձևի եւ կարող է դրանից հետո երկհաղորդակցության հասնել լուծեք նույնիսկ թողեք որ իրենք գան եւ ընտրություններին մասնակցեն։ Դա ես 100%-ով եմ հասկանում, որտեղ ժողովուրդը ինչպես Հայաստանի ինչպես Թուրքի կեսվակես են, ես չգիտեմ որն է իրականությունը։ Հիմա Շնորհակալություն։ Որ իրոք Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, մեր փրկությունը արեմուտն է եւ Թրամփի ուղին էլ մեզ օգնել է, որ մեր տնտեսությունը ամենօր ռազմական եւ այլն ուժեղանա, մեր ժողովուրդը ավելի լավ ապրի եւ արձաները լավ ապրելու։ Շնորհակալ եմ ձեր կարծիքը։ Շնորհակալություն իհարկե ձեր տեսակետի համար, բայց ես կարծում եմ դուք չանդրադարձաք երկհաղորդակցության հարցին։ Իրականում Հայաստանը հիմա տալիս է երկհաղորդակցություն եւ Սփյուռքի մեր շատ հայրենակիցները հիմա ունեն հայկական անձնագիրը իր գրպանում։ Հիմա այստեղ խնդիրն ուրիշ է։ Այդ տեսեք ես ասացի հայկական անձնագիրը։ Ռուսաստանից եկած մեր հայրենակիցներից մեկին էլ հարցազրույց էին տալիս, կարծեմ կապված էր абսուրդ ուրեմն բանի հետ, որ ուզում էին օդանավակայանից տանեին ուրեմն 25-օրյա հավաքների, որպեսզի չեզոքացնեն այդ մարդկանց ընտրելու իբր թե ուղղորդված իրավունքը, եւ այդ ժամանակ մեր հայրենակիցներից մեկը ասեց ես նա իհարկե հայկական անձնագիր ունի, բայց նա Ռուսաստանի քաղաքացի է։ Հիմա ես փորձեմ նաև մեր ամերիկացի բարեկամների վրա դա բանել, չէ որ վերջո դուք եք այդպես մոտենում հարցին, որ դուք ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի եք, citizen, ինչպես դուք եք ասում, եւ ունեք Հայաստանի անձնագիր։ Այստեղ դուք չեք տեսնում որոշակի դիսոնանս, այսինքն
Դուք Հայաստանի իրավունքները ունեք, Հայաստանի պարտականությունները չունեք, իսկ ձեզ համարում եք ավելի հզոր երկրի քաղաքացի։ Այս սրա մասին է խոսքը, ես սա եմ ուզում քննարկել ձեզ հետ, որքանով է սա ճիշտ, որքանով է դա արդարացված։ Հաջորդ հեռախոսազանգ եմ ընդունում։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալություն 5-րդ խոսափողի համար։ Հարցը կարևոր է, կարող է պատասխանը մի փոքր երկար լինել, դուք որոշեք դա երբ ընդհատեք։ Առաջինը այդ գաղափարը թե մենք Ամերիկայի քաղաքացի ենք, բայց պարտավորված չենք զգում Հայաստանի նկատմամբ, դա կեղծ թեզ է եւ շատ է Հայաստանի պաշտոնյաների այդ թվում կողմից առաջադրվում։ Եթե Ամերիկայի նման հզոր երկիրը թույլ է տալիս երկքաղաքացիություն, ուրեմն դրա մեջ խնդրեմ չկա։ Մենք կարող ենք լինել եւ Հայաստանի քաղաքացի եւ Ամերիկայի քաղաքացի եւ երկուսի նկատմամբ էլ զգալ պատասխանատվություն։ Այստեղ կոնֆլիկտ ես չեմ տեսնում։ Երկրորդ, այդ իշխանության թեզը, որ ուրիշ երկրի քաղաքացիները, հայ քաղաքացիները ուրիշ երկրում բնակվող վնասում են Հայաստանին, դա եւս կեղծ թեզ է։ Դա բացառապես արվեց Նիկոլի իշխանության քաղաքական համար, ոչ թե Հայաստանի անվտանգության համար, եւ դա խայտարակ բան էր։ Քաղաքացու իրավունքը քվեարկելու ֆունդամենտալ իրավունք է, եւ դա պետք է որ հարգվի։ Ես ասեմ հակադարձեմ ձեր առաջադրած թեզերին, այսինքն իշխանական թեզերին, որ վտանգ ենք ներկայացնում, նախ այլ երկրի փորձերը, Միացյալ Նահանգների փորձերը, Միացյալ Նահանգներում ամերիկացի քաղաքացին, որտեղ էր որ բնակվի, իրավունք ունի քվեարկելու։ Հիմա կասեն ամերիկան հզոր է, բայց ինչքան դուք ասեք մենք փոքր ենք, կմնաք փոքր։ Եթե սովորեք հզորներից, մի փոքր ավելի կհզորանաք։ Ամերիկան նախկինում փոքր է եղել ձեր չափ բնակչությամբ, հետո հզորացել է։ Կարելի է սովորել ավելի հզոր երկրներից։ Երկրորդը, այդ տուրիզմի հարցը, Հայաստանի քաղաքացին չպետք է գա Հայաստան քվեարկելու համար։ Հայաստանի քաղաքացին պետք է իրավունք ունենա քվեարկելու դեսպանատանը։ Ես զրուցել եմ ձեր լավ ընկերոջ եւ նաեւ իմ մոտիկ ընկերոջ Մկրտիչ Բաբայանի հետ, խեղճ մարդը Հայաստան էր եկել քվեարկելու համար։ Նա պարտավոր չէր դա անելու, նա իրավունք ուներ եւ մենք էլ պետք է որ իրավունք ունենք այստեղ դա անելու։ Դա կչեզոքացնի այդ FSB-ն փող է տալիս որ գան Հայաստան այդ հարցը։ Ես գիտեմ շատ հայեր Մոսկվայում, ովքեր Հայաստանի անկախության կողմնակից են։ Եթե ճանապարհածախսը չի վճարվում, եթե նրանք եթե գնում են դեսպանատուն քվեարկելու, շատերը կարող են այդ վտանգը չեզոքացնել։ Կողմնորոշման հարցը, որ մենք ձեզ կողմնորոշումից հանում ենք, Հայաստանի կողմնորոշման վրա մեծ վտանգ է կազմում ռուսական ազդեցությունը, որը ձեր մոտ արդեն կա, այդ թվում ձեր իշխանության մեջ։ Մենք այդ թվում արևմուտքի քաղաքացիներս Հայաստանի քաղաքացիներից կարող ենք դա չեզոքացնել։ Եթե բոլոր երկրներում հայ քաղաքացիները քվեարկեն, Եվրոպա, Ամերիկա, ովքեր շատերը Հայաստանի կողմնակից են եւ նաեւ արևմտյան կողմնորոշման, դա կչեզոքացնի ռուսական վտանգը։ Այս բոլորը հաշվի առնելով, եթե հայ քաղաքացին իրավունք ունենա իր ֆունդամենտալ քաղաքացիական իրավունքը պաշտպանելու, դա այդ հարցը հեշտությամբ կլուծվի։ Իդեպ հարկերի առումով, պատասխանատվության առումով դա պետության օրենսդրության հարց է։ Ամերիկացի քաղաքացին, ով որ բնակվում է ենթադրենք Եվրոպայում, նա պարտավոր է հարկ վճարելու Ամերիկային ցանկացած աշխատանքի համար։ Դու կարող ես նման օրենք անցկացնել եւ հայ քաղաքացին, ով Ամերիկայում ապրում, նա կարող է հարկեր վճարել։ Եվ այդ հարցն էլ կլուծվի այդ պատասխանատվության եւ իդեպ այն հարցը, որ FSB-ն վարձում է Մոսկվայի քաղաքացիների, դրա համար հարգելիս դուք ունեք ԱԱԾ եւ կարիք չկա համատարած բոլոր քաղաքացիներին զրկել իրավունքից, կարող է ենթադրենք ձեր ԱԱԾ-ն որոշել ովքեր են ենթակա ազդեցության, ուղարկել դեսպանատներ եւ նրանց կարգել են։ Իդեպ, եթե դուք ունենաք արևմտյան կողմնորոշում ձեր երկիրը եւ համագործակցի Արևմուտքի, Ամերիկայի եւ Իսրայելի հետ, ձեր հետախուզական ունակությունները այնքան կբարձրանան, որ ձեր ԱԱԾ-ն շատ ավելի արագ կարող է որոշել ով է ռուսական գործակալ եւ ով ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր ընդհանրացակ պատասխանի համար։ Այո, այդպիսի տեսակետ կարող է գոյություն ունենալ եւ շատ դեպքերում այն արդարացված է։ Պարզապես այստեղ ես ուզում եմ ձեզ մեջ բերել, քանի որ Հայաստան միակ երկիրը չի, որ բախվում է այս խնդրին,
Ես ուզում եմ ձեզ 3 օրինակ բերել, թե ինչպես են այդ խնդիրը լուծում տարբեր երկրներ, որոնք Հայաստանի նման ավելի մեծ սփյուռք ունեն դրսում, քան հենց իրենց պետության ներսում։ Առաջինը դա Իսրայելն է։ Իսրայելի մոտ քվեարկության խնդիրը դրված է ճիշտ Հայաստանի նման, դուք պետք է լինեք անպայման Իսրայելում ֆիզիկապես, որպեսզի կարողանաք քվեարկել։ Այստեղ չկան ձեր ասած փոստային քվեարկության կամ այլ պատոսարաններում, դեսպանատներում քվեարկության մեխանիզմը, իրանք հստակ սա կտրել են եւ ես կարծում եմ Հայաստանը Իսրայելի օրինակն է վերցրել իր մոտ դնելուց։ Եթե հիշում եք, նսնական թվականներին, երբ Հայաստանը նոր էր անկախացել, Հայաստանը անցեր կացնում ուրեմն քվեարկություն նաև դեսպանատներում, նաև Լոս Անջելեսում, որտեղից մեր հեռուստադիտողներ, եւ այո, այնտեղ կար այդ հնարավորությունը, որը փակվեց այն ժամանակ, երբ որ ուրեմն մեր նախագահներից մեկը Լոս Անջելեսից ստացավ մեծ քանակությամբ դեմ ձայներ եւ ստացվեց այնպես, որ ուրեմն դրանից հետո ինչ որ ձևերով այս դեսպանատներում քվեարկությունը արգելվեց։ Ես ուզում եմ բերել Իռլանդիայի օրինակը, որտեղ ուրեմն Իռլանդիան գիտեք, որ մոտ 70 միլիոն իռլանդացի կա աշխարհում, բայց 5 միլիոնն են բնակվում Իռլանդիայում եւ այնտեղ այդ երկքաղաքացիություն ինստիտուտը աշխատում է եւ այնտեղ կա բնակության ցենզ։ Ուրեմն պետք է մարդը ապրի Իռլանդիայում առնվազն 1 տարի թե 18 ամիս, եւ 18 ամիս հետո նոր նա կարողանա իրականացնել քվեարկելու մեխանիզմ։ Եվ երրորդ օրինակը ընդհանրապես դա աշխարհաքաղաքական ուղիղ ֆիլտր է դրված, ես նկատում եմ Լատվիան, որը թույլ է տալիս երկքաղաքացիություն սահմանափակումներով, այսինքն նա թույլ է տալիս, որ Լատվիայի քաղաքացին եւ ունենա Եվրոմիության քաղաքացիություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն եւ արգելում է հենց Ռուսաստանի քաղաքացիություն, այսինքն ռուսական եւ լատվիական երկքաղաքացի չի կարող լինել օրենքով։ Այսպես են օրենքով սահմանափակում տարբեր երկրներում։ Ես հիմա նորից դուրս կգամ կարճատև գովազդային դադարի, որից հետո կսպասեմ ձեր հաջորդ արձագանքներին։ Գովազդը եթերում սիրելի բարեկամ։ Մենք շարունակում ենք մեր քննարկումը ձեզ հետ երկքաղաքացիության թեմայի շուրջը։ Ես շարունակում եմ ընդունել հեռախոսազանգեր։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արգելի Տիգրան, ես շատ հաճախակ եմ միանում ձեր հաղորդումներին, 3 հաղորդում առաջ ես մի կարծիքս ասեցի, բայց այսօր հարցը կոնկրետ եք ասում, շատ ուրախ եմ հարցի համար, կարծում եմ երկքաղաքացիությունը պարտավորություն չեմ կարող հասկանալ, որ երկքաղաքացիության ժամանակ մարդիկ հասկանում են, որ պետք է մասնակցեն ընտրությանը։ Այդ ընտրությանը իմ կարծիքով պետք է մասնակցի բնիկ քաղաքացին, ոչ թե թեկուզ 6 ամիս գնան, վերջ չգիտեմ մի ամսով կամ սահմանում ապրող մարդը պետք է որոշի ընտրությունները, արդյունքները, ինքը պետք է ընտրի, կռվող զինվորը, պաշտպանող զինվորը, անձնական նույն բան ասի, շնորհակալություն, ճիշտ հարց եք բարձրացնում, բայց Ամերիկայից թե Ռուսաստանից գալացողները կան քվեարկեն հետ գնան իրենց անձնական կարծիքի, իրենք պատկերացում չունեն իշխանությանը թե ընդդիմությանը, իրանք այդ ապրողը պետք է որոշի, նամանավանդ մենք հարևան այդ թուրքերի, ադրբեջանցիների հետ լուրջ խնդիրներ ունենք, մեր հետ կապված, մեր Ամերիկայում ապրող բոլոր մարդիկ չեն կարա իրավունք չունեն գան իրանք որոշեն Հայաստանի ճակատագիր։ Պարտավորությունները այնա, որ ինչ կարող ես, այն անես։ Երկքաղաքացիությունը իմ կարծիքով, չգիտեմ,
ավելի շատ դուք դրսի մարդերի պարտավորի քասել պահանջի թողել են գնացել եք ընդ գազվել կամքը թելադրենք չեմ կարծում էսի շատ ճիշտ բան է ճիշտ է կառավարությունը որոշում որ 6 ամիս գոնե վերջի 6 ամիսը կապրած հələ մի տարին էլ ակիչ շնորհակալություն զանգի համար այո այսպեսի տեսակետ էլ կա բայց եկեք փորձենք քննարկել այս տեսակետը երկու կողմերից որովհետև սա այդքան պարզ հարց չի եթե խոսքը վերաբերվում է նրա մասին որ Սփյուռքի մեր հայրենակիցները հնարավորություն ունեն գալ Հայաստան ժամանակ անցկացնել զգալ իրենց որպես տանը եւ սահմանափակումներ չունենան այդ մնալու ժամանակահատվածի եւ այլ խնդիրների շուրջը դա հասկանալի է բայց երբ մենք խոսում ենք քաղաքացիության մասին քաղաքացիությունը իր մեջ ունենում է եւ իրավունքներ եւ պարտականություններ եւ եթե պետությունը որոշել է ոչ թե ինչ որ կանաչ քարտեր տալ green card-եր ոնց որ դուք ասում եք ոնց ոչ կեցության իրավունք տալ անսահմանափակ եւ այլն այլ որոշում է հենց քաղաքացիություն տալ ապա քաղաքացիությունը իր մեջ ինչպես մեր հեռուստադիտողներից մեկը ասեց ներառում է քվեարկելու ընտրելու ընտրվելու իրավունքը եւ քանի որ ժողովուրդն է սուվերենը պետության տերը ժողովուրդն է ինքը որոշում ինչպես վարվել ինչպես անել ուր գնալ արևմտամետ լինել ռուսամետ լինել ոչ մեկամետ լինել բայց խնդիրը հետեւյալն է որ եթե ժողովուրդն է որոշում ժողովուրդը որոշում է իր քաղաքացիությամբ որոշելու ձևը դա քվեարկությունն է ու քվեարկության իրավունքից զրկել քաղաքացուն որը չի գտնվում երկրին այդ պահում կամ որը չի ապրում Հայաստանում այստեղ ֆունդամենտալ իրավաբանական հարց կա եւ այս իրավաբանական հարցը պետք է լուծում գտնի որովհետեւ եթե քաղաքացի է ապա այդ իրավունքը որևէ ձևով սահմանափակել որևէ մեկը իրավունք չունի ես կարծում եմ բոլոր այդ սահմանափակումները իրականում անօրինական են եւ դրանք կարելի է նույնիսկ վիճարկել համարական դատարանում որովհետեւ ինչպես եթե դու քաղաքացի ես ինչպես կարելի է իրավունքդ սահմանափակել ասել պիտի 6 ամիս օրինակ կամ մի տարի ապրես նոր քվեարկես չէ որ քաղաքացի եմ ես իսկ քաղաքացիության մեջ մտնում է այդ իրավունքը կամ էլ այդ երկքաղաքացիության այդ անձնագրի անունը դնում եք ուրիշ բան ինչպես օրինակ արեցին խեղճ արցախցիների հետ նրանք բոլորը Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեին եւ ոչ մի խնդիր չէր առաջացել այդ ամբողջ ընթացքում նրանք օգտվում են Հայաստանի քաղաքացու բոլոր իրավունքներից բայց Արցախում չէին քվեարկում բայց այստեղ կարողանում էին քվեարկել եւ ահա մեկ օրում հանկարծ նրանք դարձան որ պարզվեց որ դա ուղղակի ճամփորդական փաստաթուղթ է ես կարծում եմ այդ քաղաքացիության խնդրին պետք է շատ լուրջ մոտենալ եւ այդ լուրջ մոտեցման ձևերից մեկն էլ հենց դա է հաջորդ հեռախոսազանգն եմ ընդունում բարև ձեզ լսում եմ ձեզ բարև ձեզ դուք եթերում եք լսում եմ ձեզ շնորհակալություն եմ այդնում հարցս այսպեսին է եթե խոսքը վերաբերվում է երկքաղաքացիությանը եթե ասում ենք երկքաղաքացիություն այդ բառը արդեն ամեն ինչ ասում է որ այդ տվյալ անձը որտեղ էլ ուզում է որ լինի թե պուստիեզերքում նա լրիվ իրավունք ունի բոլոր գործողությունները որովհետև նա ինքը հայ է
եւ ստացել է երկքաղաքացիություն, որևէ մեկը իրավունք չունի դա սահմանափակի, այլապես կարող ես դնել ուղղակի պրայզնոյ, անցողիկ ինչ-որ մի երևույթ, եկել ես տուրիստ գնում ես, սա ինչ երևույթ է, ամեն մեկը գալիս է մի օրենք է հանում, երկքաղաքացիությունը ամեն անգրագետ մարդ հասկանում է, որ ինքը լիարժեք քաղաքացի է եւ իրավունք ունի բոլոր հարցերին մասնակցելու։ Շնորհակալություն։ Չմնամ այնտեղ, չեմ մնա, իմ տունը այնտեղ է եւ 10 տարի հետո կգնամ, թե ինչքան ժամանակում, դա ոչ մեկի գործը չի։ Շնորհակալություն։ Հաջորդ հեռախոսազանգը ընդունեմ, հետո երկուսին միասին կանդրադառնամ։ Այո, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Սիրելի հեռուստադիտողներ, խնդրում եմ, եթե զանգահարում եք ձեր հեռախոսը ականջին պահեք, որովհետև մի փոքր ուշացում կա եթերի եւ ռեալ ժամանակի։ Համեցեք, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ երկքաղաքացիության մասին խոսել։ Այո, համեցեք, դուք եթերում եք, հիմա լսում եմ բոլորը ձեզ։ Ես կարծում եմ, որ երկքաղաքացիությունը իր բոլոր իրավունքներով հանդերձ պետք է ինչ-որ մի վերապահում ունենա, որովհետև երկրում ապրող քաղաքացին եւ երկրից դուրս ապրող քաղաքացին շատ մեծ տարբերություն կա։ Երկրից դուրս ապրող քաղաքացին ապրում է այն երկրի օրենքներով, կարգով, ամեն ինչով, շնչում եւ արտաշնչում է այդ երկրի համար, իսկ Հայաստանում ապրող քաղաքացին ապրում է Հայաստանի համար։ Ինքը պետք է որոշի, ինքը պետք է գտնի ամեն ինչի ճիշտը կամ սխալը։ Դրսում ապրող Հայաստանի քաղաքացին իրավունք չունի մասնակցելու ընտրությունների, որոշելու Հայաստանի ճակատագիրը կամ Հայաստանում ապրող մարդու ճակատագիրը։ Իր երեխաները ես չգիտեմ որ բանակում են ծառայում, Հայաստանի մարդկանց երեխաները հայաստանյան բանակում են ծառայում եւ այսպես չեմ ուզում ծանրաբեռնել։ Հասկացած ես։ Ես գտնում եմ, որ պետք է ընտրություններին մասնակցեն իրենց երկրի ճակատագիրը որոշեն, իրենց ապրելակերպ, իրենց ամեն ինչը, նրանք, ովքեր ապրում են Հայաստանի սահմաններում, Հայաստանի հողի վրա։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն, ինչպես տեսնում ենք, կարծիքները խիստ տարբեր են, ընդ որում երկու տեսակետներն էլ հիմնավորված։ Երկու տեսակետն էլ հիմնավորված է եւ մենք պիտի կարողանանք կողմնորոշվել այս հիմնավորված եւ բավականին բարդ խնդրի մեջ։ Եկեք մի հատ ուղղակի պարզապես այսպիսի դատողություն անենք։ Ինչի համար է Հայաստանի արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացին ստանում իր քաղաքացիությունը։ Որն է դրա իմաստը։ Դրա իմաստը նա է այդ մարդու համար ըստ երևույթին, դուք կասեք ավելի ճիշտ, որ մարդը իրան լրիվ զգա Հայաստանի մասնիկ եւ օգտվի Հայաստանի քաղաքացու բոլոր իրավունքներից Հայաստանում կամ Հայաստանից դուրս։ Հիմա ես կարծում եմ, որ այդ մարդկանց մի զգալի մասը քաղաքացիություն ստանում է ոչ թե այդ պարտավորությունները ստանձնելու համար, այլ իրենց իրավունքները ապահովելու Հայաստանում, որպեսզի առանց վիզայի գա Հայաստան, որպեսզի Հայաստանում իր մնալու ժամկետը իրան երկար լինի, որ կարողանա այստեղ սոցիալական ծառայությունների, մյուս ծառայությունների հետ նորմալ աշխատել, այսինքն որպես սովորական Հայաստանի քաղաքացի։ Եվ իրականում այս երկքաղաքացիության հարցում ես կարծում եմ, որ պետությունն է որոշակի սխալ քայլ արել, որովհետև մի բան է տալ քաղաքացիություն, որը դու գիտես, որ դու տալիս ես լրիվ իրավունքները, այսինքն եւ
ընտրելու իրավունք, եւ ընտրվելու իրավունք, եւ նախագահ առնալու իրավունք եւ այլն, եւ խորհրդարան մտնելու իրավունք, որովհետեւ դու քաղաքացի ես։ Եվ իրականում դա հիմա հնարավոր չէ, որովհետեւ ինչ որ օրենքներով դա վերցրել են, սահմանափակել են, բայց չեն կարող, դա անօրինական է, որովհետեւ իրականում այդ քաղաքացիությունը իր մեջ այդ ամբողջը ներառում է եւ ոչ մի օրենք չի կարող դա սահմանափակվել։ Ուրիշ բան է, որ մարդկանց առաջարկեին ինչ որ, ասենք օրինակ, հայկականության քարտ, ինչպես մենք ենք առաջարկում, որ մարդիկ զգային հայկական համայնքի մաս ունենային, ասենք Հայաստանու քաղաքացու որոշ իրավունքներ Հայաստանում, այսինքն այն իրավունքները, ինչի համար հիմնականում իրանք վերցրել են, որքան ասես երկար մնալ, ունենալ ուրեմն ինչ որ սոցիալական համար, ունենալ սա, ունենալ նա եւ այլն։ Եվ ընտրությունների կամ այդ քաղաքական կողմնորոշումներից հեռու մնալ։ Բայց ցավոք սրտի այդ որոշումն էլ այդ երկքաղաքացիության ընդունված է այսպես բանով, ոչ այդքան խորը մտածված, եւ դրա համար էլ հիմա մենք հանդիպում ենք երևույթների, որոնք որ իրոք կարող են վտանգավոր լինել։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, օրինակ, որ բոլոր հայերին, որոնք ապրում են Հայաստանի դուրս եւ իրանց հայեն զգում, իրանք պիտի ունենան Հայաստանին ինչ որ ձևով Հայաստանի հետ իրավական առնչություն ունենալու հնարավորություն։ Հաջորդ հեռախոսազանգը ընդունեմ եւ այո, լսում եմ ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, ես լրիվ համամիտ եմ վերջի խոսացողի հետ, տիկնոջ հետ, ես ինքս հանդիսանում եմ երկքաղաքացի, բնակվում եմ Միացյալ Նահանգներում եւ ինձ իրավունք չեմ վերապահում իմ քվեարկությամբ Հայաստանում ապրողի բախտը որոշել եւ համամիտ եմ կառավարության հետ, որոնք հեզեր են շրջանառվում, որ գոնե 6 ամիս լինեն, ես կասեի 6 ամիսը շատ քիչ է, առնվազն 18 եւ մինչեւ 2 տարի ապրեն Հայաստանում, նոր իրավունք ունենան քվեարկությանը մասնակցելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, եկեք դուրս գանք կարճատև գովազդի եւ վերջում փորձենք ամփոփել այս մեր քննարկումը։ Եվ այսպես էլի բարեկամներ, մեզ մնացել է 5 րոպե եւ մենք ունենք հեռախոսազանգեր, փորձենք ընդունել հեռախոսազանգել, բայց խնդրեմ շատ կարճ, եթե կարելի է։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Հարցս այսինքն է։ Ուզում եմ ասել, որ օտոմատիկ հայ ազգին, ովքեր որ բնակվում են Սփյուռքում, անջատում են, որ դուք մոռացեք, որ հայ եք։ Քանի որ Սփյուռքում եք, Հայաստանի հետ կապ չունեք, օտոմատիկ մեզ անջատում են։ Այ հարցը դա է։ Շնորհակալություն, ես ուզում եմ անդրադառնալ այս վերջին հեռախոսազանգին եւ պետք է ասեմ, որ մեր հեռուստատիտողը ճիշտ է ասում, որովհետեւ պետության այս ինքնասահմանափակումը մանավանդ իր հայրենակիցներից, որոնք Սփյուռքում հայտնվել են ոչ այնքան իրանց կամքով, դա արդարացի չէ։ Արդարացի կլներ, որ Հայաստանը լիներ նաեւ բոլոր հայերի հայրենիք, ինչպեսին դա հայտարարում էր, որովհետեւ մեր մեծ հայրենիքից այս փոքրիկ կտորն է մնացել եւ այս փոքրիկ կտորում ապրողները չէ, որ միայն պետք է իրենց զգան հայկական պետության մաս։ Մյուս կողմից կա վտանգ, որ տարբեր պետություններ մեր տարբեր երկրների հայրենակիցների միջոցով փորձեն Հայաստանի ներքաղաքական կողմնորոշման վրա կամ քաղաքական կողմնորոշման վրա ազդել եւ ինչ որ բաներ անել։ Սա էլ շատ ռեալ վտանգ է։ Եվ այս իրավիճակի մեջ պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել, ճիշտ լուծումներ տալ։ Քաղաքացիությունը սահմանափակելը դա հանցագործություն է։ Դա իրավական ոչ մի նոր, որ ուղղակն էլ դա մտածի, որ այս քաղաքացիությունը, որը կա,
պետք է ունենա այսինչ սահմանափակումները։ Դա բոլոր իրավական առումով դա հանցագործություն է, դա իրավունքների կոպիտ ոտնահարում է։ Եվ մյուս կողմից թե ինչպես պիտի պաշտպանվի պետությունը բոլոր բաներից, այստեղ իրոք եղավ այդպիսի միտք, որ կան հատուկ ծառայություններ, որոնք որ պետք է ունենան համապատասխան ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիան պիտի օգտագործվի, որպեսզի այսպիսի հիմար սահմանափակումներ, ֆունդամենտալ իրավունքների սահմանափակումներ չլինեն։ Այո, ես հասկանում եմ նաև մեր այն հայրենակիցներին, ովքեր ասում են մենք Հայաստանում մարդիկ ապրում են, զգում են այդ դժվարություններն ու դառնությունները, իսկ մենք իրանց փոխարեն ինչպես ինչ որ բան որոշենք։ Դրա համար միակ ելքը դա այն է, ինչ որ մենք ձեզ առաջարկում ենք։ Հայությունը պիտի ունենա միասնական լինելու հնարավորություն, եթե ոչ ֆիզիկապես, գոնե ցանցային ձևով, եւ այդ իմաստով դա կփոխարինի, կլուծի այս վեճը, կլուծի այնպես, որ մենք կարողանանք լինելով քաղաքացի կամ ոչ քաղաքացի, բայց լինելով հայ, կարողանանք հայկական աշխարհում ապրել, հայկական վիրտուալ աշխարհում, բայց այդ վիրտուալ աշխարհը ռեալ մարդկանցով է կառուցված եւ այդ ռեալ մարդիկ իրար հետ փոխհարաբերություններով, ընտրություններով, քվեարկություններով, հասարակական կարծիքի արտահայտմամբ կարող են միասնական ունենալ մի հատ հնարավորություն ծաղկեցնել իրենց երկիրը, իսկ հետագայում մտածել կորցրածի վերադարձի մասին։ Մենք կորցնում ենք, բայց կորցրածի վերադարձի մասին չենք էլ մտածում։ Հիմա նույնիսկ ընդունված չէ դրա մասին խոսելը։ Ինչպես տեսակ, այս քաղաքական ընտրությունների ժամանակ վերջին շատ քիչ քաղաքական ուժեր էին ընդհանրապես այդ հարցը բարձրացնում։ Կորցրեցինք ընդամենը մի քանի տարի առաջ։ Կորցրեցինք, ինչ կա որ։ Այսպես չպիտի լինի եւ ես կարծում եմ, որ հայությունը պիտի կարողանա լինել միասնական, կարողանալ դառնալ բռունցք, կարողանա դառնալ քաղաքական գործոն եւ այդ քաղաքական գործոն դառնալը իրեն կդարձնի ակտիվ միջազգային խաղացող եւ ոչ թե միթուլ երկիր։ Սրանով ուզում եմ ես հրաժեշտ տալ ձեզ, սիրելի բարեկամներ, շնորհակալություն, որ մասնակցեցիք մեր քննարկմանը, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։